Երեշնով այսօր ուզում եմ խոսեմ այն վիճակների մասին, որ Աստվածաշունչը ներկայացնում է, որ պետք է գա եկեղեցիների վրա շատ ծանր վիճակներ, որ այդ վիճակների մեջ մենք քրիստոնյաներս ինչպես պետք է ապրենք, ինչպես պետք է դրսևորվենք ու ոնց պետք է անցկացնենք մեր օրերը։ Ուրեմն Մատթեոս ավետարան 24-րդ գլխի առաջի խոսքից կարդում եմ հետևյալ տողերը։ Մատթեոս 24-րդ գլուխ առաջի խոսք։ Երբ Հիսուս տաճարից դուրս ելնելով կերթար, աշակերտները նրա քով գնացին տաճարի շենքերը իրեն ցույցնելու։ Հիսուսը ասեց նրանց. «Կտեսնեք այդ ամեն բաները, ահա կասեմ ձեզ, քար քարի վրա պիտի չմնա, որ բոլորն էլ պետք է քանդվեն»։ Ու երբ որ նա ձիթինած լեռը նստել էր, աշակերտները իրեն գնացին առանձին ու ասին. «Ասա մեզ, երբ պիտի լինի այդ բաները, ու քու գալուստդ ու աշխարհի վերջին նշանը, ինչ պիտի լինի»։ Հիսուսը պատասխանեց. «Զգույշ կացեք չլինի, որ մեկը ձեզ խաբի, որովհետև շատերը պիտի գան իմ անունով ու ասեն ես եմ Քրիստոսը ու շատերին պիտի մոլորեցնեն։ Պիտի լսեք պատերազմներ ու պատերազմների լուրեր։ Զգույշ կացեք, որ չխռովեք, որովհետև այս ամենը պետք է որ լինեն, բայց դեռ վերջը չի, որովհետև ազգ ազգի վրա պիտի ելնի ու թագավորություն թագավորության վրա եւ տեղ սովեր ու մատ արաժաններ ու երկրաշարժեր պիտի լինեն, սակայն սրանք ցավերի սկիզբն են։ Այն ժամանակ ձեզ նեղությամբ պիտի մատնեն ու ձեզ պիտի սպանեն ու իմ անվանս համար բոլոր ազգերին ատելի պիտի լինեք։ Շատերը պիտի գայթակղվեն ու մեկս մեկ պիտի մատնեն ու մեկս մեկ պիտի ատեն։ Շատ սուտ մարգարեներ պիտի ելնեն ու շատերը պիտի մոլորեցնեն։ Անօրենությունը շատանալու համար շատերի սերը պիտի պաղի, բայց ով որ մինչև վերջ համբերի, նա պիտի ապրի։ Արքայության այս ավետարանը բովանդակ աշխարհի մեջ պիտի քարոզվի բոլոր ազգերին վկայություն լինելու, նրանից հետո վերջը պիտի գա։ Եղբայրներ քույրեր, փառք Տիրոջը, մենք նայում ենք Տիրոջ խոսքին եւ տեսնում ենք, որ Հիսուս Քրիստոսը խոսեց վերջի ժամանակների մասին, ներկայացնելով, որ ծանր ժամանակներ, ծանր վիճակներ եւ մարդկանց նույնիսկ իրենց հավատքից մոլորեցնող, շփոթեցնող վիճակներ են գալու, որպեսզի մարդը հավատքի մեջ ամուր չմնա։ Եվ արդյունքում մտնում է, որ մենք նայում ենք Աստվածաշունչն ու տեսնում ենք, որ Հիսուս Քրիստոսը դեռ կանխավ զգուշացրեց մեզ, նախորդ մեզ զգուշացրեց ներկայացնելով, որ այս ամեն բաները պետք է լինեն, բայց մենք ամեն մեկս պետք է ամենայն զգուշավորությամբ, ամեն մեկս պետք է մենք ամենայն սթափ վիճակով անցկացնենք մեր երկրային օրերը։ Ես այսօր ուզում եմ խոսեմ 5 կարևոր բանի մասին, որոնց մասին խոսեց Հիսուս Քրիստոսը, եւ դրանից եւ տեսնենք Աստվածաշունչի մեջ կոնկրետ Աստվածաշունչը ինչ առաջարկներ է անում, որպեսզի այդ 5 բաները երբ որ պետք է գան եկեղեցիների վրա, մենք ինչպեսի զգուշավորությամբ անցկացնենք մեր օրերը, մենք ինչպես պայքարենք այդ գալու բաների դեմ, որոնք որ Աստծու կամքին, Աստծու խոսքին հակառակ են։ Առաջին բանը, որ Հիսուս Քրիստոսը ներկայացրեց, դա գրված է Մատթեոս 24-ի 4-րդ խոսքում, որ ասում է Հիսուսը պատասխանեց. «Զգույշ կացեք չլինի, որ մեկը ձեզ խաբի, որովհետև շատերը պիտի գան իմ անունով ու ասեն ես եմ Քրիստոսը ու շատերին պիտի մոլորեցնեն»։ Առաջին բանը, որ ես ուզում եմ խոսեմ, սա խաբեության մասին է։ Եվ Աստվածաշունչը ներկայացնում է, որ այդ խաբեությունը պետք է լինի Քրիստոս անձի դեմ։ Հիսուս անձի դեմ լինելու խաբեությունը ներկայացնելով, որ շատերը պետք է գան ներկայանան, որ իրանք են Քրիստոսը։ Եվ մինչև օրս շատերը եկել են, մինչև օրս շատերը իրանց որպես փրկիչ են ներկայացրել, եւ աշխարհի մարդկությանը շփոթության են տարել, աշխարհի մարդկությանը մոլորության են տարել ներկայանալով իրանք, որ իրանք են աշխարհի փրկիչը։ Եվ մենք շատ ժամանակ, որ Աստվածաշնչի մեջ տկարանում ենք Աստվածաշնչի, հավատքի կյանքի մեջ տկարանում ենք Աստվածաշնչի խոսքերը, մի կողմ թողնելով երբեմն մտնում է, որ մենք ընկնում ենք նման ազդեցությունների տակ։ Քիչ չեն եղել դեպքեր, որ շփվել ենք, ասենք ինչ որ Եհովայի վկայի հետ, կամ վերջապես ասենք այն կարգի անձնավորությունների հետ, ովքեր որ ավետարանը ճիշտ չեն ներկայացնում, եւ հանկարծ անում է, որ տեսնում ենք մեր մեջ ինչ որ հարցեր է առաջանում։ Ինչ էս հարցը այսպես։ Քիչ չեն եղել դեպքեր, որ քույրի կամ եղբայր եկել են եկեղեցում, շփվել է, նման կարգի անձնավորությունների հետ եկել է, ինչի է բայց հարցը այսպես։ Եղբայրներ քույրեր, Հիսուսն ասում էր, որ զգույշ կացեք, որ չխռովեք, որ ձեզ վրա խռովություն չկա, որովհետև շատերը պետք է գան իմ անունով ու ասեն, թե ես եմ Քրիստոսը։ Եղբայրներ քույրեր, մենք տեսնում ենք Աստվածաշունչի մեջ, որ Հիսուս Քրիստոսը դեռ երկրի վրա շատ անձնավորություններ փորձում էին խափանեն Քրիստոսի ծրագիրը, փորձում էին խանգարեն Քրիստոսի ծրագիրը, նույնիսկ
դրանց մեջ հայտնվեցին անձնավորություններ, որ հենց 12 աշակերտներից էին, որ հենց ծրագիրը, որ Հիսուս Քրիստոսը վերջապես իր առջև դրված էր եւ ուզում էր կատարել, մարդիկ հայտնվեցին, որ ուզում էին խափանել։ Բայց մենք տեսնում ենք, որ Հիսուս Քրիստոսը մինչև վերջ գնաց այդ ծրագիրը իրականացնելու համար, որպեսզի իմ եւ քո կյանքի մեջ տեղի ունենա Աստծո այցելությունը, իմ եւ քո կյանքի մեջ լինի Աստծո ներկայությունը, որ մենք մեր սիրտը, մեր միտքը այս աշխարհից, այս կյանքից կտրենք եւ կապենք Քրիստոսի հետ, որը որ երբևիցե պետք է գա իր սուրբերին հավաքի ու իր հավիտենական հանգիստը տանի։ Փառք Հիսուսին, եղբայրներ քույրեր, բայց Հիսուս Քրիստոսը նախորոք ասեց զգուշ կացեք, որ սիրտները չխռովի, որովհետև շատերը պետք է գան իմ անունով ու պետք է ասեն ես եմ Քրիստոսը։ Պարտադիր չի մեկը ֆիզիկապես գա ասի Քրիստոսը ես եմ, հետևեցեք ինձ։ Բայց որ կգան մարդիկ եւ մեզ կմոլորեցնեն Քրիստոս կյանքից, Քրիստոս ճանապարհից, դա հաստատ այդպես լինելու է, եղբայրներ քույրեր։ Հաստատ լինելու, գուցեև արդեն իսկ եղել է մեզանից շատերս, գուցեև հանդիպել են նման անձնավորությունների, որ փորձել են շփոթեցնեն մեզ, փորձել են մոլորեցնեն մեզ եւ հենց Քրիստոս ուղուց շեղեն մեզ։ Բայց ասեմ ձեզ, եղբայրներ եւ քույրեր, մենք այս վերջերս տոնեցինք Սուրբ Ծննդյան տոնը, կոնկրետ հունվարի 6-ին մենք այդ տոնակատարությունը արեցինք եւ շատ մեծ շուկով տոնում ենք եւ մինչեւ հենց հունվարի 6-ը մենք ինքներս նախ մեկ ամիս պատրաստում ենք, որ այդ տոնը պետքա տոնենք մեր ընտանիքներում, մեր հարևաններին հյուրասիրելով, մեր բարեկամներին նվերներ եւ վերջապես ասենք նման բաներ հասցնելով արել ենք։ Բոլորս էլ գիտենք, որ այդ բանը մեր հայերիս մեջ առավել եւս որ կա։ Բայց ասեմ ձեզ, մենք պետքա մի բան այդ տոնի վերաբերյալ հասկանանք հետևյալը, որ եթե տոնում ենք Քրիստոսի, ոչ թե Քրիստոսի, գիտեք, ասենք առաջանալն ենք մենք տոնում, որ հանկարծ Քրիստոսը չկար, այդ օրը այդ օրը եղավ, ոնց որ մենք բոլորս էլ որ չենք եղել ու այդ օրը ծնվել ենք, աշխարհ ենք եկել ու դրանով սկսվեցինք մենք, բայց Քրիստոսը եղել է, նա Աստված է, չի եղել մի ժամանակահատված, որ հանկարծ Քրիստոսը չլինի, այդպես բան գոյություն չունի։ Դե միգուցե մեր ուղեղը կարող է սահմանափակա, չեն կարող սա ըմբռնենք ինչա, բայց դա այդպես է, եղբայրներ քույրեր։ Սա չի նշանակում, որ Քրիստոսը չի եղել ու հանկարծ եղավ մի ժամանակ, որ եղավ։ Պարզապես մենք տոնում ենք Քրիստոսի աշխարհ գալը։ Իսկ եթե մենք տոնում ենք Քրիստոսի աշխարհ գալը, մենք պետք է իմանանք, թե ինչ պատճառով Հիսուս Քրիստոսը աշխարհ եկավ։ Եվ պատճառները շատ էին, որ Քրիստոսը եկավ աշխարհ։ Ամենակարևոր բանը, որ նա մեզ շատ սիրեց։ Նա շատ սիրեց մարդկությանը եւ հենց ինքը իր վերանով հայտարարեց, որ Աստված այնպես սիրեց աշխարհը, որ մինչեւ իսկ իր միածին որդուն տվեց, որով որ նրան հավատա չկորսվի, հապա հավիտենական կյանք ունենա։ Այդ սիրուց դրդված Հիսուս Քրիստոսը աշխարհ եկավ, որպեսզի մեր բոլորիս կյանքում հետեւյալ բաները անի։ Նա եկավ, չարչարվեց։ Նա եկավ, մատնվեց մարդկության ձեռքը։ Մարդիկ վերցրեցին Քրիստոսին, տանջեցին, չարչարեցին, բարձրացրեցին խաչի վրա, Քրիստոսը մեռավ խաչի վրա եւ գրված է 3-րդ օրը նա հարություն առավ եւ նա 40 օր քայլեց, մարդկանց աչքերի առջև երևաց եւ համբարձվեց երկինք եւ մեր երկնքում նստած նա դեռ շարունակում է մարդու փրկության գործը։ Շարունակում է մարդու փրկության գործը, որ շատ ժամանակ անում է, որ մենք նեղանջում ենք, մենք ընկնում ենք ինչ-որ դժվարությունների մեջ եւ մեզ վրա գալիս է հուսահատություն, սատանան մեզ շփոթություն է բերում, որ այլևս քեզ էլ փրկություն չկա, դու մեղանչեցիր, դու ընկար մեղքի մեջ, բայց մենք գիտենք, որ Հիսուս Քրիստոսը հիմա է գրված է, որ Հայր Աստծո աջ կողմում նստած, նա բարեխոսում է մեզ համար, որ մեր տված սխալները Հայր Աստվածը անտես անի։ Եվ դա այդպես էլ կա, քանի որ քո բարեխոսը Քրիստոսն է, իմացիր, որ քո բոլոր սխալները Հայր Աստծո առջև անտեսվում են։ 32 Սաղմոսի մեջ գրված է Երանի նրան, որի մեղքերի թողություն եղավ, որի անօրենությունները մաքրվեցին, որի մեղքերը ջնջվեցին եւ ասում է Երանի այն մարդուն, որին որ Տերը մեղք չի համարում։ Ինչի Տերը մեղք համարում, որովհետև Քրիստոս բարեխոսը նստած է Աստծո աջ կողմում եւ բարեխոսում է, դրա համար մարդը մեղանչում է, բայց Աստված դա մեղք չի համարում։ Սա չեմ ասում, որ գնանք մեղքի մեջ ընկնենք, ոչ։ Բայց ըլնում են մեր կյանքում երբեմն վրիպումներ,
Այդ վերիպումները տեղի են ունեմ այն բանի համար, որ մենք չենք ուզում, որպեսզի գնանք մեղքին, բայց մեր կյանքում շփոթվում ենք, մեր կյանքում երբեմն սխալվում ենք, երբեմն սխալ ենք դու տալիս ու հայտնվում ենք մեղքի մեջ, բայց Աստված հենց այդտեղ Քրիստոսի բարեխոսությունը ընդունելով ներում է մեզ, ջնջում է մեր մեղքերը, որին փառք Հավիտյանս հավիտենից։ Բայց շատ մոլորացնողներ կգան, Հիսուսն ասում է, զգույշ կացեք, որ չխաբվեք, զգույշ կացեք, որ սիրտները չխռովի, ներկայացնելով հետևյալը, որ շատերը կգան ու կխաբեն, շատերը կգան, որ ես եկել եմ մեզ բանի համար, ես մարդկության համար այս գործողությունները կատարել եմ, շատերը կգան ու կասեն, որ չէ, այդ չէր, այս ձեր պետք է լինի։ Եղբայրներ քույրեր, մոլորությունը գալու է Քրիստոսի արածների վերաբերյալ։ Եթե Քրիստոսը մեռելներից հարություն առավ եւ հարություն տվեց մարդկությանը, իրեն հավատացողներին, ովքեր որ այս երկրային կյանքում ֆիզիկական մահ են ապրում եւ երբևիցե պետք է հարություն առնեն, մոլորությունը, շփոթությունը, այդ որ Հիսուսն ասում էր, որ այդ խաբեությունը, որ պետք է գա, ասում էր, որ թող ոչ մեկը ձեզ չխաբի, որովհետև շատերը գան իմանով կասեն, ես եմ Քրիստոսը, մենք պետք է իմանանք, որ հենց Քրիստոսի հարությունով մենք հարություն առանք, այդ հարության զորությունն է, որ մեզ հարուցանելու է մեր մեռած վիճակներից, մեր մեռած վիճակներից հավիտենական կյանքի համար։ Հենց Քրիստոսի այդ հարությունն է, որ մեզ հարություն է տալու, եղբայրներ քույրեր։ Հենց Քրիստոսի սուրբ արյունն է, որ մեզ մեր մեղքերից ջնջել է։ Հենց Քրիստոսի կրած այդ տանջանքներն ու չարչարանքներն են, որ նա բարձրացավ խաչի վրա, որպեսզի այդ նույն խաչի վրա բարձրանա մեր հին մարդը։ Եվ ասում եմ մոլորացնողները գալու են, այդ խաբողները գալու են, որ այն որ Քրիստոսը բարձրացավ խաչի վրա, դա այդպես չի, այն որ քո մեղքերն էլ բարձրացրել, դա այդպես չի, այն որ Քրիստոսի արյունով դու մեղքերի թողություն ես ստացել, դա այդպես չի, այն որ Քրիստոսը հարություն առավ եւ մարդկությանը հարություն տվեց, խաբողները գալու են եւ ասում են դա այդպես չի։ Եվ իբր նոր կրոն, նոր ուսմունք, նոր վարդապետություն են բերելու։ Թեև այս նույն բանը երբեմն ալնում է, որ հենց եկեղեցիների մեջ հավատացյալների սրտերն է խռովում այս հարցերում, հավատացյալներն են ընկնում տարակուսանքների մեջ, հավատացյալներն են ընկնում նման վիճակների մեջ, որովհետև հանդիպել են այն կարգի մարդկանց, զրուցել են այն կարգի մարդկանց հետ, ովքեր որ ավետարանը որպես ավետարան չեն ներկայացնում։ Բայց մենք գիտենք, եղբայրներ քույրեր, որ Հիսուս Քրիստոսը եկավ աշխարհ։ Քրիստոսը մոտավորապես 2000 տարի առաջ եկավ աշխարհ, կրեց մարդկության մեղքը իր վրա։ Նա այդ մեղքերը վերցրեց ու խաչափայտին գամեց եւ մարդկության առջեւ բացեց երկնային արքայության դռները։ Իր սուրբ արյունով մարդուն լվաց, մարդուն մաքրեց եւ դարձրեց երկնային արքայությանը արժանի անձնավորություն, որի մեջ նաև դու ես ընդգրկված, որի մեջ նաև ես եմ ընդգրկված։ Սրա համար փառք եմ տալիս Տիրոջը, եղբայրներ քույրեր։ Թող ոչ մեկը չգա ու մեզ չխաբի, թող ոչ մեկը չգա ու մեզ չմոլորեցնի, թող ոչ մեկը մեզ չշփոթեցնի, չասի, ես եմ Քրիստոսը, այն Քրիստոսը, որը որ մեռել է, հանկարծ չհետևեք դրան, եկեք ինձ հետևեք։ Գալու են նման վիճակներ, եղբայրներ քույրեր։ Եվ ասեմ, որ բերեք մենք ասենք, որ եղել են ժամանակներ, որ մարդիկ գրավել են հենց Աստծու դերը, մարդիկ գրավել են հենց Աստծու դիրքը, մանկապարտեզը նույնիսկ կոնֆետներ են գցել երկնքից, ասեն դուք այս ինչ մարդու կանչեք, տեսեք ոնց է կոնֆետներ թափում ձեզ վրա, զուտ մարդուն աստվածացրել են և նստացրել են Աստծու փոխարեն, և մենք գիտենք, եղբայրներ և քույրեր, որ Աստված ինքը զորության Աստված է, և մեզ էլ հորդորում է, որպեսզի մենք չշփոթվենք, որպեսզի մենք ուշադիր ելնենք, որ մեր հոգևոր կյանքի մեջ հանկարծ ու հանկարծ չբռնենք մի հատ շփոթության ուղի եւ արդյունքում ելնի, որ մենք մեր ձեռքից տանք այն հավիտենական կյանքը, որ Աստված պատրաստել է մեզ համար։ Փառք Հիսուսին, եղբայրներ քույրեր։ Ուրեմն ասեմ ձեզ մի բան, որ սրա համար մեզ պետք է, որպեսզի մենք Աստծու հետ ունենանք ամուր կյանք եւ ամուր վիճակ։ Ինչապետ, որպեսզի մենք պայքարենք մոլորության դեմ։ Ինչապետ, որ հանկարծ որևէ մեկը, որ գաս ես եմ Քրիստոսը, որ մենք կարողանանք ունենալ այն վիճակը, որ դեմ կանգնենք դրան, որ հանկարծ չշփոթվենք նման հարցերի մեջ։ Ասեմ ձեզ, մեզ պետք է Աստծո սերը։
Մեզ պետք է Աստծո սերը, որ բարուրի մեզ, որ շրջապատի մեզ, որ հենց այդ նույն սերը ըլնի մեր սրտերի մեջ, որ հենց այդ նույն սիրով մենք շրջապատենք նույնիսկ, մենք սիրենք նույնիսկ մեր թշնամիներին։ Այդ նույն սիրով մենք սիրենք նրանց, ովքեր որ մեզ վատություն են անում, ովքեր որ մեզ հակառակ են խոսում, ովքեր որ մեզ դեմ հակառակությամբ են լցված, մենք այս անձնավորություններին սիրենք։ Սա է պայքարի միակ միջոցը, որ հանկարծ մենք հեռու մնանք շփոթությունից, տեղ տանք Քրիստոսի սիրուն, նա էլ մեզ սիրեց, մեզ համար իր կյանքը դրեց, մինչդեռ որ մենք իրան թշնամի էինք, մինչդեռ որ մարդը գոռում էր Քրիստոսին, խաչը բարձրացրեք, խաչեք նրան, նա պետք է պատժվի, նա մինչդեռ նա ոչ մի գործողություն չէր գործել, որ հանկարծ ինչ-որ խաչվելուն արժանի պատիժ կրեր։ Բայց այնուամենայնիվ Հիսուս Քրիստոսը սրան հակառակ գնաց։ Հիսուս Քրիստոսը այս մարդիկ, որ իրան մահն էին ուզում, իրան ոչնչանալն էին ուզում, Քրիստոսը սրան սիրեց, հակառակ գնաց, նա բարձրացավ խաչի վրա եւ հենց այնտեղից այս մարդկանց հավիտենական կյանք շնորհեց։ Եղբայրներ քույրեր, եթե մենք սիրով չլցվենք, նախ միմյանց նկատմամբ, նախ մեկս մեկից նկատմամբ, եթե մենք սիրով չլցվենք, մենք այս մոլորության դեմ չենք կարող պայքարել։ Կգան մարդիկ, եթե սերը չունես, կգան մարդիկ շատ հեշտությամբ քեզ քո հունից կհանեն, կտանեն մոլորության եւ քեզ կհասցնեն մոլորության, արդյունքում քո հավիտենականությունը քո ձեռքից կտաս։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Մենք գիտենք, միակ ճանապարհը դա Հիսուսն է։ Միակ դուռը երկինք մտնելու համար դա Հիսուսն է։ Թող ոչ մեկը ինչ որ մի հատ մեթոդ չմշակի կամ չներկայացնի, որ բացի Քրիստոսից ուրիշ հնարավորություն կա, ուրիշ ճանապարհ կա երկինք մտնելու համար։ Շատ ժամանակ մարդիկ իրանց բաները իրանց այս վիճակի մեջ մխիթարելու համար, որ իրանք Քրիստոսին մերժացնում են, բայց դե մտածում են ասեն, դե ինչ որ միտեղ բարեգործություն արել, կարող է, այս մարդը մտներ երկինք։ Ոչ, երկինք մտնելու միակ ճանապարհը Հիսուս Քրիստոսն է։ Չկա ուրիշ կարողա հնարավորություն, չկա ուրիշ հնարավորություն, որ մարդը մտնի երկնային արքայություն։ Դա Հիսուսն է, որը սիրեց մարդկանց եւ մտնողներն էլ նրանք են, ովքեր որ վերցրեցին Քրիստոսից այդ սերը եւ այդ նույն սերը տարածում են իրեն շրջապատի նկատմամբ։ Այդ նույն սերը տարածում են իրեն շրջապատի մեջ։ Թող Տիրոջ անունը փառավորվի, եղբայրներ քույրեր։ Առաջի բանը, որի մասին ես ուզում եմ այսօր խոսեմ, դա հետեւյալն է, որ կգան մոլորացնողներ, շփոթեցնողներ, որ մեզ կասեն, որ մենք հետևի Քրիստոսին։ Բայց մենք պետք է սիրով լցված լինենք, նախ Աստծո նկատմամբ, հետո Աստծո ժողովրդի նկատմամբ, հետո ընդհանուր շրջապատի նկատմամբ, որովհետև այդ սերը հենց Աստծուց է, որպեսզի մենք կարողանանք այդ մոլորություններում պատերազմել, պայքարել եւ հաղթել։ Տիրոջը փառք ու մեծարանք։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Երկրորդ բանը, որ ուզում եմ կարդամ ձեզ համար, գրված է 6-րդ խոսքից։ Ասում է՝ «Պիտի լսեք պատերազմներ ու պատերազմների լուրեր, զգույշ կացեք, որ չխռովեք, որովհետև այս ամենը պետք է որ լինի, բայց դեռ վերջը չի, որովհետև շարունակության մեջ ասում է ազգ ազգի վրա պիտի ելնի, թագավորություն թագավորության վրա պիտի ելնի, պետք է լինեն մահեր, մահտարաժամներ, երկրաշարժեր պիտի լինեն եւ շարունակության մեջ ասում է որ սրանք ցավերի սկիզբն են»։ Եղբայրներ քույրեր, ինչը նկատի ուներ Հիսուս Քրիստոսը, ասում է պիտի լսեք պատերազմներ, պատերազմների լուրեր, բայց սիրտները թող չխռովի։ Նախ ներկայացնում է, որ երբ որ երկիր մոլորակը հասնի իր վախճանին, մոտենա իր վախճանին եւ քաոսային վիճակ պետք է լինի երկիր մոլորակի վրա, որովհետեւ Աստծո զորությունը երկիր մոլորակի վրա, Աստծո խաղաղությունը, Աստծո շնորհքը այլևս չի դրսևորվելու երկրի վրա լինելու է խառնաշփոթ վիճակ, Սուրբ Գիրքը ասում է, որ հանկարծ ձեր սիրտը չխռովի։ Նկատի ունի, որ հանկարծ մենք չունենանք, վերջապես ասենք շփոթություններ, հանկարծ մենք չունենանք տարակուսանքներ, հանկարծ չունենանք, ասենք, նման կարգի դժվարություններ, որ մենք նման պարագաներում մեզ համար լինի դժվար վիճակներ։ Սուրբ Գիրքը ասում է, պետք է այս բաները լինեն, բայց թող ձեր սիրտը չխռովի։ Խռովությունը, նախ ասեմ ձեզ, առաջանում է ատելությունից, եղբայրներ քույրեր։ Երկու հոգի, որ իրար հետ խռովություն ունեն, այս մարդիկ իրար սկզբից ատում են, հետո այդ ատելությունը տանում է այս մարդկանց անհաշտության, տանում է խռովության։ Թեև Հիսուս Քրիստոսի ասած խռովությունը նկատի ուներ անմիջապես այն բանը, որ պետք է լսեք պատերազմների լուրեր, սիրտները չխռովի, նկատի ունի, որ հանկարծ դուք չտկարանաք, հանկարծ դուք ձեր սրտի մեջ տենց տարակուսանքներ չունենաք, բայց այնուամենայնիվ ես ասեմ, որ մոլորությունը դարձյալ խռովությունը։
Թեև մարդիկան եկեղեցու մեջ են, մարդիկան գալիս են պաշտամունքների, մարդիկան աստուտան մեջ են, բայց վարվում են մարմնավորապես եւ ոչ թե հոգեվորապես։ Եվ դա դեռ սկսած Քրիստոսի ժամանակներից, Քրիստոսի աշակերտների մեջ են մարդիկ կային, որ ավելի շատ մարմնավոր դրսևորումներ ունեին, քան թե հոգևոր դրսևորումներ։ Ավելի շատ փնտրում էին իրենց շահը, քան թե իրենց դիմացինի շահը, մինչդեռ Աստծո պատվիրանը, Աստծո խոսքը հորդորում է բոլոր ժամանակներում, որ մարդը պետք է փնտրի իր դիմացինի շահը եւ ոչ թե հենց իր շահը, որ պետք է փնտրի իր ընկերի շահը, ոչ թե իր շահը։ Բայց ասեմ դες եղբայրներ եւ քույրեր, Սուրբ Գիրքը մեզ հորդորում է, որ պետք է գա խռովություններ, որովհետեւ թե եկեղեցու մեջ եւ թե դրսում մարդիկ պետք է իրար չհասկանան։ Ինչ եմ ասում եկեղեցու մեջ, մենք կարող է շատ մարդիկ, որ առաջ անգամ են եկել պաշտամունքին, մտածեն ասեն, որ միթե եկեղեցու մեջ հնարավոր է նման բաներ։ Ասեմ ձեզ, եթե Քրիստոսի հետ քայլում էին 12 հոգի, եւ այս 12 անձնավորությունները ականատես եղան են հրաշքներին, որ մեռել է հարություններ առնում։ Այս 12-ը ականատես եղան են հրաշքներին, որ վերջապես այն ծովը, որ ալեկոծվել են Քրիստոսի մեկ փոքր հրամանով, այդ ծովը կխաղաղվեր։ Այն անհավանական բաները նրանք իրենց աշխով տեսան, բայց այս անձնավորությունները տեսնում են, որ ուրացան Քրիստոսին, տեսնում ենք այս անձնավորությունները մատնեցին Քրիստոսին, տեսնում ենք այս անձնավորությունները, որ թողեցին Քրիստոսին, ինչ ենք մտածում, որ մեր ժամանակներում պետքա չլինի։ Եթե Քրիստոսին ուրացավ հենց Քրիստոսի կողքի կանգնածը, ինչի կողքի կանգնածը պետքա քեզ ջուրանա, ով ասում, որ այդ նման բանը հնարավոր չի լինի, բայց Հիսուսն ասում էր, սիրտները թող չխռովեն։ Սիրտները թող չխռովի, եղբայրներ եւ քույրեր, որտեղ սրանք պետք է լինեն։ Եթե անկարգ լսում եք պատերազմներ, եթե անկարգ լսում եք բաժանություններ, եթե անկարգ լսում եք խռովություններ, ինչպես որ ասում եք, որ պիտի լսեք պատերազմների լուրեր, զգուշ կացեք, որ չխռովեք, որովհետեւ այս ամենը պետք է որ լինեն, բայց դա դեռ վերջը չի, որովհետեւ ազգի վրա պիտի ելնի թագավորության վրա, եւ տեղ սովեր ու մատարաժամներ ու երկրաշարժեր պիտի լինեն, եւ ասում են, սակայն սրանք դեռ ցավերի սկիզբն է։ Ինչի պետքա նման բաները մարդուն չհասցնեն խռովության։ Այո, նման բաների համար մարդու սիրտը կարա խռովի, նման բաների համար մարդը կարա հավատքից տկարանա, մարդը կարա թողնի հավատքի կյանքը, բայց եթե մարդը թողեց հավատքի կյանքը, մարդը այլ ենթակա չի լինի երկնային արքայություն մտնելու։ Ուստի, սրա համար պետք է, որ մենք նկատի ունենանք եղբայրներ քույրեր, որ խռովության համար մեզ պետք է, որ մենք միաբանություն ունենանք եկեղեցու մեջ։ Եթե եկեղեցու մեջ չեղավ միաբանություն, այս խռովությունները կգան։ Եթե եկեղեցու մեջ չեղավ միաբանություն, այս խռովությունները կխորտակեն։ Մարդիկ իրար հակառակ դուրս կգան, եւ այս նման վիճակները կտարածեն միմյանց վրա։ Թող Տիրոջ անունը փառավորվի, եղբայրներ քույրեր, որ Հիսուս Քրիստոսը դեռ նախորդ մեզ զգուշացրեց, որ եկեղեցու վրա պետք է գան նման բաներ, բայց մեր սրտերը երբ որ իրար հետ միաբան եղավ, մենք միաբանությամբ կարանք պայքարենք այդ նման բաների դեմ եւ արդյունքում մենք անենք այն ինչը որ Տիրոջն է հաճելի։ Թող Տիրոջ անունը փառավորվի, եղբայրներ քույրեր։ Մենք կարդում ենք Աստվածաշունչն ու տեսնում ենք, որ հնարավոր չէ որ մարդ հույս տա նման բաներից, որովհետեւ սա եղել է բոլոր ժամանակների, բոլոր սերունդների քրիստոնյաների կյանքում։ Բոլոր սերունդներում նման բաները եղել են, բայց այդ սերունդների քրիստոնյաները պայքարել են, նրանք կարողացել են կոնկրետ խոսքս վերաբերում է հոգևոր մարդկանց, որ նրանք կարողացել են իրենց հավատքը պահել եւ փոխանցել այդ հավատքը հաջորդ սերունդին։ Իսկ այսօր եթե մենք եղբայրներ եւ քույրեր ունեցանք նման բաները, իմացեք, որ մենք մեր կյանքում պետք է ունենանք թե սերը եւ թե միաբանությունը, որպեսզի մենք կարողանանք պայքարենք այս գալիք մոլորությունների, այս գալիք խոչընդոտների դիմաց։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Երրորդը ուրեմն գրված է 22 համարում Մատթեոս ավետարանը, թեև ես այդ հատվածը չկարդացի սկզբից, բայց ասեմ, որ ամբողջ 24-րդ գլուխը խոսում է այդ վերջի ժամանակների մասին եւ ասում է 22 համարում ասում է եւ այն օրերը եթե չքիշնային բնավ մարմին պիտի չապրեր եւ դրանից առաջ ներկայացնում է, որ այդ օրերը պետք է լինեն հալածանքներ, պետք է լինեն նեղություններ։ Մենք այնպես որ մենք յուրաքանչյուր մի հավատացյալ պետք է սպասի հալածանքներին եւ նեղություններին։ Ասում է այն ժամանակ ասում է ձեզ պետք է շատերը ասում է այն ժամանակ ձեզ նեղության պիտի մատնեն 21 համարից ասում։ Կներեք, իմ երրորդ համարից ասում, այն ժամանակ ձեզ նեղության պիտի մատնեն եւ ձեզ պիտի սպանեն, ու իմ անվանս համար բոլոր ազգերին ատելի պիտի լինեք, շատերը պիտի գայթակղվեն, ու մեկս մեկ պիտի մատնեն, ու մեկս մեկ պիտի ատեն։
Սուրբ Գիրքը ներկայացնում է, որ հալածանքներ է գալու մեզ վրա։ Եվ այս հալածանքների նպատակը հետևյալն է, որ ֆիզիկապես սատանան հոգևորապես չկարողացավ մեր մտքից հանի աստվածպաշտությունը, նա արդեն ֆիզիկական նեղություն է կազմակերպելու մեզ վրա, որպեսզի մեզ ֆիզիկապես նեղության մատնի, որպեսզի մեր միջից հեռանա աստվածպաշտությունը։ Բայց կարգացած համարի մեջ 22 համարում ասում էր, բայց ընտրյալների համար ասում է, այդ օրերը պետք է քիչանան։ Եղբայրներ, քույրեր, շատ անգամ ենք մենք մեր կյանքում հանդիպել նման վիճակներ, որ ինչ-որ մի ձևով նեղություն է եղել, ինչ-որ մի ձևով հալածանք է եղել, կամ ինչ-որ մի ձևով ուղղակի դու ուզած բանը չի եղել, դու քեզ վերնագրել ես, որ հալածվում ես դու, անկախ նրանից հավատքի համար, թե ուղղակի քո շահերը պաշտպանելու համար, արդարությունը պաշտպանելու համար, գուցե հալածվում ես, բան չունեմ ասում, բայց ամեն դեպքում, եթե իսկապես դու արդար ես եղել, այդ պահերին դու նկատել ես, որ Աստված ինչ-որ մի ձևով քո արդարությունը բարձրացրեց։ Որքան առավել երբ որ հալածանք հալնում իր անվան համար։ Ես ինքս շատ չեմ հալածվել, թեև չեմ էլ հալածվել կարելի ասել, մի երկու անգամ ստից մտից նեղություններ ա եղել հավատքի կյանքի մեջ, բայց ասեմ, որ շատ եմ շփվել այն մարդկանց հետ, ովքեր որ լուրջ հալածանքներ են կրել, ովքեր որ շատ լուրջ հալածանքների են ենթարկվել։ Եվ գիտեք ինչ, մարդիկ իրենց վկայություններով այնպես էին նկարագրում, որ իսկապես այդ բոլոր նեղությունների ժամանակ Աստված անմիջապես իրանց կողքին կանգնած է եղել։ Իվան Անտոնովիչ Լիվչուկը պատմում էր, ասում է, ինձ ասում է, որ 8 տարի դատապարտել էին իրան հավատքի համար, ասում է, հետո եղավ, ասում է, իմ ժամկետը լրացավ, ասում է, Սիբիրներից ասում է, որտեղ որ ես դատապարտում էի, ասում է, ինձ ազատ թողեցին, որ պետք է գնամ հասնեմ Ուկրաինա, իմ ընտանիքը։ Ասում է, ինձ ընդամենը գնացքի տոմս էին տվել, բայց ասում է, ոչ մի կոպեկ չէին տվել, որ ես ճանապարհին գոնե մի կտոր հաց առնեմ ուտեմ։ Ու ասում է, այդ վագոնի մեջ նստած անհավատ մարդիկ կերուխում էին կազմակերպել, բայց ասում է, ինձ նույնիսկ ասում է, չէին էլ առաջարկելու դեպքում էլ պետք է միանայի իրանց հետ օղի խմեի, որպեսզի այդ մարդիկ թույլ տային, որպեսզի օգտվեի իրանց սեղաններից։ Բայց ասում է, այս ամեն կայարանում դուրս էի գալիս, լացով աղոթք եմ, Հիսուս ջան, ասում եմ, ես 8 տարի ստեղ Բերդում անցկացրեցի, բայց հանկարծ կարող է ես չհասնեմ, որովհետև սովամահության ենթարկվեմ, սովի ենթարկվեմ, ես չկարողանամ հասնեմ։ Ասում է, եւ ասում է, մի կայարանում, ասում է, փորիչել էի, ասում է, ես ուղղակի ասում է, սենց կարելի ասել ինքս ինձ ասում է, կորցրած, ասում է, մի կայարանում իջել է, տեսնեմ, ասում է, այն կողմից մի քույրիկ, ասում է, ձեռքերը տարածած վազելով եկավ ասեց, դու իմ երազի միջի տղան ես։ Տերը ինձ երազով երևաց ու ասեց, որ իմ որդին սոված գալիս է։ Հաց սարքի, դուրս արի կայարանում դիմավորի իմ որդուն։ Եղբայրներ, քույրեր, ով կարող անի նման բանը նեղությունների ժամանակ, եթե ոչ Աստված։ Եվ ասում է, բերել էր, ասում է, կարտոշկա, խաշած, հաց, ասում է, 25 ռուբլի էլ փող տվեց, ասեց, որ Տերը իմ սրտիս մեջ դրել է, որ քեզ տանեմ։ Այս ծեր կնոջը Աստված օգտագործեց այս մեծ գործի համար։ Այսօր էլ մենք լսում ենք այս խոսքերը, ոմանքս հուզվում ենք, ոմանքս ուրախանում ենք, բայց այնուամենայնիվ վկայությունը շատ մեծ վկայություն է։ Ես հիշում եմ, Վիկտոր Իվանովիչ Բելեխը պատմում էր, երբ որ մենք Մոսկվայում սովորում էինք, ինքը հաճախ էր գալիս ընդեղ ու կոնկրետ մեզ շատ էր սիրում ու իրար հետ շատ ժամանակներ էինք անցկացնում, աղոթքներ էինք անում, այս մարդ իր կյանքն էր պատմում, ասեմ, ինչ էլ որ պատմեր, կեսը բանաստեղծություններ ասում, որովհետև մարդը բանտում 23 տարի հավատքի համար բանտարկվել է, ինչքան գիտեմ 23 տարի, հավատք 27 տարի հավատքի համար բանտարկվել է մարդը եւ արդյունքում եղել է, որ այս անձնավորությունը այդ բանտարկության ժամանակ ինչ նեղության, ինչ դժվարության ասես որ չի հանդիպել։ Ինքը այսպես էր ասում էր, դուք հեչ փորձել եք փակ աշկերով ավետարան կարդալ։ Ասում են ոնց փակ աշկերով հնարավոր է ավետարան կարդալ։ Բայց ինքը նկարագրում էր այսպես եղբայրներ քույրեր։ Ասում էր մեզ արգելում էին Բերդում ավետարան կարդալ, չունեինք ասում։ Բայց մենք փակում էինք մեր աշկերը, Աստված մեր առջև բացում էր ավետարանի գրքերը։ Ասում այնպես էինք, ասում այդ ավետարանի էջերը, ասում նույնիսկ ասում գիտեինք, որ համարը, ասենք էջի որ հատվածում է գրված, ասում դուրս էինք եկել Բերդից ավետարանին վարժ, ասում ավետարան էինք կարոզում, շատերը զարմանում են, ասում դուք որ ավետարան չեք կարդացել կան ժամանակ, ոնց եք կարոզում ավետարանը։ Եղբայրներ քույրեր, դա միայն Աստված կարող անի։ Այնպես որ եթե մենք հանկարծ խոսում ենք նեղությունների մասին, խոսում ենք հալածանքների մասին, մտածում ենք, վայ ոնց պետք է անենք։ Այն ժամանակ, ասում ընտրյալների համար պետք է քիչանան օրերը նեղության։ Բերեք մենք մտածենք, եթե հալածանք էլ լինելու է, հալածանք էլ գալու է, ավելի լավ է մենք Աստված ունենանք մեր սրտի մեջ, հալածանքի մեջ, քան թե առանց Աստծու մենք ապրենք արքայության մեջ։
Վերեք տեսնենք, որ իսկապես համեմատելու չի, երբ որ Աստված քո կողքին է։ Իմ տղաս պատմում էր, ասում է բանակում, ասում է, պապ, ասում է դու երբ որ ասում է, որ ես բանակ էի գնալու, ասում է դու ինձ ասեցի, որ 92 սաղմոսը քեզ նվեր եմ տալիս։ Կներեք 91 սաղմոսը։ Ես ճիշտ ասած չեմ հիշում այդ դեպքը, որ իմ տղայից sense ասել եմ։ Ասում է, բայց ասում է, ես որ ասում է կարդում եմ այդ սաղմոսը, ես զգում եմ, որ ճիշտ եւ ճիշտ ինձ համապատասխան է։ Ասում էր, որ պոստերի են գնում, ասում է, մտության մեջ կողքիդ ոչ մեկը չկա։ Անտառի մեջ մենակ դու ես, ասում է, դիմացնել մի 40-50 հոգանոց թուրքի պոստեր են։ Ասում է, դու պահում ես, ասում է, այդ սահմանը։ Ասում է, շատերը կամ վախենում են, շատերը կամ նեղության մեջ ներվում են, որ մտության մեջ մի չնչին շարժումն անգամ, ասում է, շատ դժվարություններ է առաջացնում, ասում է, բայց ես միշտ հիշում եմ այդ սաղմոսը։ Ասում է, այնպես որ ասում է, տեսել եմ գիշերվա զարուրանքներ, ցերեկը թռչող նետներ, մութ տեղը պտտվող ժարտամահներ, ասում է, կեսօրվա ժամանակ սատկեցնող հարվածներ, ասում է, որ կանգնած ես եղել, ասում է, տեսել ես, որ կրակում են քո վրա, գյուլ են գալիս է կողքովդ անցնում է, ասում է, այդ ամեն ինչը տեսել եմ, ասում է, բայց հանկարծ զինվորուի ծնողները թող չհուսահատվեն, ես գիտեի, որ նման բաները կա բանակում, բայց իմ տղային ես հոժարության բանակ ուղարկեցի, որովհետև գիտեի, որ Տերը նրա հետ է, Տերը նրա հետ է, ու ես հանձնել էի Տիրոջը, Աստված ընդեղ նրան ավելի լավ հերություն կաներ, քան թե ես ստեղ իրան, դա հաստատ այդպես է եղբայրներ քույրեր, այնպես որ ցանկացած նեղություն, ցանկացած դժվարություն, ցանկացած հալածանք, իմացեք, որ Քրիստոսով հաղթահարելի է, որ իմ հարկ Հավիտյանս հավիտենից։ Ինչ է պետք նեղությունների ժամանակ, որպեսզի մենք կարողանանք հաղթահարենք, համբերություն, եղբայրներ քույրեր։ Ցանկացած պարագայում համբերել է պետք։ Համբերության վերաբերյալ մենք շատ պատմություններ գիտենք, թե Աստվածաշնչից, թե Աստվածաշնչից դուրս, շատ պատմություններ ենք լսել, շատ հեքիաթներում նույնիսկ հանդիպել ենք, որ մարդիկ երբ որ համբերություն ունեցել կարողացել են հաղթահարեն այդ նեղությունները, այդ փորձությունները։ Եղբայրներ քույրեր, ասեմ ձեզ հետևյալը։ Ինչ է համբերությունը։ Համբերությունը դա Սուրբ Հոգու պտուղ է։ Եթե մարդը համբերող է, նշանակում է Սուրբ Հոգին բնակվում է իր սրտի մեջ։ Եթե մարդը ուզում է դառնալ համբերող, պետք է թույլ տա, որպեսզի Սուրբ Հոգին բնակվի իր սրտի մեջ։ Ամենայն խաղաղությամբ, ամենայն հանգստությամբ, ամենայն աստվածպաշտությամբ, ամենայն սրբությամբ նա պետք է իր օրերը անցկացնի։ Եղբայրներ քույրեր, համբերությունը դա մի հնարավորություն է, որ մարդ երբ որ Աստծուն դիմի, Աստված կտա իրան։ Մենք շատ ժամանակ գալիս է մեր փորձության օրը, գալիս է մեր նեղության օրը, մենք Աստծուն թողնում ենք մի կողմ, մենք սկսում ենք պայքարել մարդկայնորեն, մարմնավորապես ենք ուզում պայքարել, որպեսզի մենք այդ վիճակից դուրս գանք, բայց երբ որ մենք համբերելով ու աղոթքով այդ փորձությունների դիմաց, այդ փորձությունների ժամանակ մենք համբերելով եւ աղոթքով անցկացնենք, իմացեք, որ այդ ամեն վիճակների մեջ Աստված իր շնորհքը, Աստված իր զորությունը կհաստատի մեր կյանքի մեջ։ Ուրեմն նեղությունները պետք է գան, հալածանքներ պետք է գան։ Հիսուս Քրիստոսը ասեց հետևյալը. նեղությունների ու հալածանքների վերաբերյալ, ասում է, այն ժամանակ ձեզ նեղությամբ պիտի մատնեն, եւ ձեզ պետք է սպանեն, եւ իմ անվանս համար բոլոր ազգերին ատելի պիտի լինեք։ Բոլոր ազգերին ատելի պիտի լինեք։ Սուրբ Գիրքը ներկայացնում է, որ պետք է գան այս նման բաները, բայց եթե մենք ունենք համբերություն, մենք կարողանանք հոբի պես հասնել պայծառ ապագային։ Եթե մենք ունենք համբերություն, մենք կարողանանք Քրիստոսի աշակերտների պես, առաքյալների պես, կոնկրետ Պողոսի պես հասնել այն պայծառությանը, որի անունը հավիտենական կյանք է Հիսուս Քրիստոսով պատրաստված։ Սրա համար մեզ պետք է համբերություն, եղբայրներ քույրեր։ Չորրորդը գրված է Սուրբ Գրքի մեջ 10-րդ խոսքից ասում է, շատերը պիտի գայթակղվեն, ու մեկս մեկ պիտի մատնեն, ու մեկս մեկ պիտի ատեն։ Սուրբ Գիրքը ասում է, որ գայթակղություն է գալու։ Գայթակղությունը այն չի, որ մենք պատկերացնում ենք, որ հանկարծ ինչ որ մեկը մեկին վիրավորեց, այս մարդը թողեց եկեղեցի չի գալիս ու ասում է գայթակղվեցի։ Դա չի գայթակղությունը, եղբայրներ քույրեր։ Գայթակղությունը աստվածպաշտության վերաբերյալ է լինելու, որ գալու են քեզ շփոթեցնեն, գալու են քեզ քո ուսմունքից է, գալու են քեզ քո վարդապետությունը չեղել։ Գայթակղությունը սա է, որ շեղելու են քո այն աստվածպաշտությունից, որը որ դու ունես։ Մենք գիտեք, ժամանակներ եղել է, որ ապրել ենք Աստծու հետ, եկեղեցին միաբան ա եղել,
այն ժամանակ կատարվել է եկեղեցու մեջ այն զորություններն ու այն հրաշքները, որ իսկապես ասենք մինչև այսօր մենք շատ նենց կարոտով ու շատ նենց ցավով հիշում ենք, որ թեև եղել է եկեղեցու մեջ նեղության ժամանակներ, բայց այն ամենայնիվ մարդկանց սիրտը ուրախ է եղել։ Դրանից հետո նման բաներ տեղի ունեցավ, գայթակղություններ տեղի ունեցավ, շփոթություններ տեղի ունեցավ աստվածպաշտության վերաբերյալ, մարդիկ ամեն մեկը ինչ-որ մի ուղի բռնեցին, մարդիկ ամեն մեկը ինչ-որ մի սկզբունքի մեջ խորացան, ամրացան, հաստատվեցին եւ արդյունքում եղավ, որ այն սերը, այն ուրախությունը, այն ջերմերանդությունը, որ մարդկանց շրջապատել էր, որ մարդկանց բռնել էր, այլևս չկա այդ մարդկանց կյանքի մեջ այդ բաները։ Կարող է մարդը ֆիզիկապես գալստի պաշտամունքին, բայց չուրախանա այդ պաշտամունքով։ Նա ֆիզիկապես գալստի պաշտամունքին իր առօրյա հոգսերը, իր առօրյա դժվարությունները ավելի այս մարդուն ավելի նենց այս մարդուն մտքի մեջ տեղ գրավեն, քան թե աստվածպաշտությունը կոնկրետ պաշտամունքի ժամանակ։ Եվ ճիշտ չի եղել դեպքեր, որ մենք ինչ-որ մի բանից տրտմած, ինչ-որ մի բանից նեղված, եկել ենք պաշտամունքի, ամբողջ պաշտամունքը անցել է, այդ պաշտամունքի ժամերը ուղղակի թռել են, անցել են, բայց մենք ուղղակի այդ մեր նեղությունը, այդ մեր սրտնեղությունը, այդ դժվարությունները մեր մտքից դուրս չեկան։ Մինչդեռ մենք պաշտամունքի ենք եղել, որ պետք է այս ամեն ինչը վերանար, հանկարծ այդ ամեն ինչը չվերացավ։ Ինչ է եղբայրներ քույրեր տեղի ունենում, երբ որ մենք նայում ենք, որ գայթակղություն հասկացողության տակ, երբ որ մենք նայում ենք, որ մարդիկ գայթակղվում են։ Աստվածաշունչը ասում է, որ ավելի լավ է գայթակղող անձնավորությանը մի հատ մեր ջրաղացի քարկապի իրավիզով իրան գցի ջուրը, քան թե այն փոքր մեկին գայթակղեցնի։ Ինչը նկատի ունի կոնկրետ աստվածաշունչը գայթակղությանը, գայթակղության վերաբերյալ։ Նպատակը նա է, որ շեղեն, գայթակղության նպատակը սա է, որ շեղեն մարդուն Հիսուսից։ Սա է գայթակղությունը։ Շեղեն մարդուն իր սկզբունքից, իր աստվածպաշտությունից։ Շեղեն մարդուն այն ավետարանից, որը որ այդ մարդը կարդում է, որի մեջ որ այդ մարդը ամրանում է։ Այ գայթակղությունը սա է, որ շեղեն։ Իսկ սրա համար եղբայրներ եւ քույրեր, մեզ պետք է, որպեսզի մենք Աստծո խոսք ունենանք մեր կյանքում։ Աստծո խոսք։ Այսօր շատ հավատացյալներ կան, որ իրանց հեռու են պահում Աստծո խոսքից։ Կկարտան այնքան, որ այդքան կարդալը բավական չի լինի, որպեսզի իրանք որպես թե կերակուր ընդունած լինեն։ Կամ գուցեև շաբաթներով, ամիսներով էլ չեն կարդում ավետարանը, կարդում են առիթի դեպքում, կարդում են իրանց մենակ նեղության ժամանակ, որ բլա հանկարծ կարող եմ մխիթարական խոսք գտնեմ։ Կան նման վիճակներ, եղբայրներ քույրեր, բայց ասեմ, որ Աստծո խոսքը դա խաղալիք չի։ Աստծո խոսքը մարդը կամ պետքա տրվի Աստծո խոսքին, կամ պետքա չտրվի Աստծո խոսքին։ Այսօր Աստծո խոսքը նրա համար է, որ մարդը կարողանա իր երկրային օրերը անցկացնել Աստծուն հաճեցնելով։ Որովհետև Սուրբ գրքում գրված է, որ Աստծո խոսքից առաջանում է հավատք, իսկ հավատքը հաճելի է անում մարդուն Աստծո առջև։ Գրված է հավատքը լսել է Աստծո խոսքից, Հռոմեացիս 10:17-ում։ Եվ Եբրայեցիս 6-րդ գլխում էլ գրված է, որ առանց հավատքի աննար է Աստծուն հաճելի լինել։ Այսինքն եթե դու ուզում ես Աստծուն հաճելի լինես, պետք է հավատքի կյանքի մեջ հաստատ լինես։ Իսկ եթե ուզում ես հավատքի կյանքի մեջ հաստատ լինես, դու պետք է Աստծո խոսքի հետ կապ ունենաս։ Աստծո խոսքից է գալիս Աստծուն հաճեցնելը, եղբայրներ քույրեր։ Շատ ժամանակ մենք ուզում ենք, որպեսզի Աստծուն հաճեցրած լինենք, բայց լինում են մեր կյանքում այնպիսի բաներ, որ մենք Աստծո խոսքը կկարդանք կամ Աստծո խոսքի հետ կապ ունենանք, կամ կշփվենք Աստծո խոսքի հետ, երբ որ ազատ ժամանակ ունենանք։ Մինչդեռ մեր այդ մյուս մնացած ժամանակը մենք անց ենք կացնում անցողիկ բաների վրա։ Կանցկացնենք, ես չգիտեմ, ինտերնետի առջև, կանցկացնենք տելևիզորի առջև, կանցկացնենք, ես չգիտեմ, մարմնավոր շատ բաների առջև, որոնք օգտակար չեն նույնիսկ մեր հոգևոր կյանքի համար, նույնիսկ մեր ֆիզիկական կյանքի համար, ինչ մնաց հոգևոր կյանքի համար։ Նման բաները նույնիսկ օգտակար չեն, բայց մենք սրա վրա ժամանակ կանցկացնենք, սրա վրա ժամանակ կհատկացնենք, բայց Աստծո խոսքը կարդալու վրա ժամանակ չենք հատկացնի։ Եղավ մի դեպք, որ մեր քույրիկներից մեկը պաշտամունքի չէր գալիս, ու ինչ որ պատճառները հետևյալն էին, որ իբր
մարգարեություններ տեղի ունենում իր կյանքի մեջ, իր հետ եղող մնացած են քույրիկների կյանքում, ովքեր որ աննազանդություն էին անում, բայց անունները դրել էին, որ մենք մարգարեներ ենք, ու եղավ որ այցելության գնացինք այս քույրիկին, ու ասեցի քույրիկ ջան ասի, դու ինչի ես քեզ օտարացնում Աստծո տանից, ինչի չես գալիս Աստծո տուն։ Եղբայր ես լավ էլ կարդում եմ, ես լավ էլ աղոթում եմ, ես լավ էլ հավատք ունեմ, ես ասի հնարավոր չի։ Այդ քո ասածը ավետարանից դուրս է, հնարավոր չի մեկը լավ կարդ ավետարանը, ու հանկարծ Աստված նրան չասի վերկաց գնային տուն։ Հնարավոր չի մեկը աղոթք անի, այդ աղոթքի մեջ Աստծո ներկայություն վայելի, ու հանկարծ այդ Աստվածը նրան չասի վերկաց գնային տուն։ Թես բան հնարավոր չի։ Եթե դու ինձ սիրում ես, դու կսիրես նաև իմ ընտանիքին, դու կսիրես նաև իմ զավակներին։ Իսկ եթե դու ինձ չես սիրում, ոնց կարաս ասես ես սիրում եմ քո ընտանիքին կամ քո զավակներին, կամ եթե դու իմ զավակներին չես սիրում, ոնց կարաս ասես ես քեզ սիրում եմ։ Այսպես էլ Աստված, եթե ես Աստծուն չեմ սիրում, ոնց կսիրեմ Աստծո տունը, ոնց կսիրեմ Աստծո եկեղեցին։ Բնականաբար ինձ կոտարացնեմ Աստծո տանից։ Մինչդեռ կարող եմ մեզ խոսամ ասեմ ես Աստծուն սիրում եմ, իսկ եթե ես Աստծուն անկեղծ սիրում եմ, ոնց կարամ չսիրեմ Աստծո ժողովրդին։ Անկախ նրանից այդ ժողովուրդը որ խավին են պատկանում, հարուստների թե աղքատների, որ խավին են պատկանում, ես չգիտեմ ասենք ինտելիգենտ խավին թե ուղղակի ասենք անգրագետ խավին։ Եղբայրներ քույրեր, Աստծո տունը, եթե ես սիրում եմ Աստծուն, նշանակում է սիրում եմ Աստծո տան բոլոր անդամներին, զորավորին էլ եմ սիրում, տկարին էլ եմ սիրում։ Սրանց են կոմը մոլորությունը։ Բերեք մի բան ասեմ ձեզ, նայում ենք մենք Աստվածաշնչի մեջ։ Գեդեոնը շատ հզոր մարդ էր։ Մովսեսը շատ հզոր մարդ էին, սրանք անձնավորություններ են, որ Աստվածաշնչի մեջ շատ մեծ հեղինակություն են ունեցել ու կոնկրետ Աստծո առջև այս մարդիկ շատ մեծ տեղ են ունեցել։ Բայց երբ որ մենք նայում ենք այս մարդկանց մինչև իրանց ծառայության գնալը, ես ընդամենը երկուսյանուն եմ տալիս, բայց բոլոր Աստծո մարդիկ այսպես են եղել։ Բայց մինչև նրանց այդ ծառայությունը հանձն առնել է, այս մարդիկ տկար են եղել։ Գեդեոնն ասավ, քեզ ով ասավ, հրեշտակին երբ որ հանդիպեց հրեշտակը Գեդեոնին ասեց, ով հզոր զորավոր Տերը քեզ հետ Գեդեոնն ասում, քեզ ով ասավ, որ ես հզոր զորավոր եմ։ Գեդեոնը ինքը տկար էր, բայց Աստված նրան օգտագործեց, որ բազմահազարանոց թշնամու բանակը մադիանացիների բանակը խորտակեց Գեդեոնը, ընդամենը 300 հոգով։ Ով էր Գեդեոնը, նախկին տկարն էր, որ հետո դառավ զորավոր անձնավորություն։ Աստված Մովսեսն ասավ վերկաց գնա փարավոնում մոտ Մովսեսն ասավ լեզու չունե։ Ես թոթովախոս եմ։ Մարդը որ իրան տկար էր տեսնում, բայց Աստված այս մարդուն այնպես զորացրեց, որ այս Մովսեսը դարձավ այն կարգի հզոր անձնավորություն, որ արդեն փարավոնն էր վախենում Մովսեսի հետ հանդիպելուց։ Գիտեր որ երբ որ Մովսեսն եկել օրը փորձանք վերելու է իմ գլուխը։ Եղբայրներ քույրեր, այսօր եթե որևէ մեկը եկեղեցու մեջ տկարը նրանից հույս կա որ վաղը զորավոր է ալնելու։ Իսկ եթե ես այդ տկարին վերաբերում եմ որպես թե թույլի, եթե ես այդ տկարին վերաբերում եմ որպես թե այնպիսի մի անձնավորություն, որ այս անձնավորությունից էլ հույս չկա, ես սխալ եմ գործում Աստծո առջև։ Բոլոր տկարները, Սուրբ Գիրքը ասում է ձեր միջի տկարը թող ասի ես զորավոր եմ։ Բոլոր տկարները թող իմանան, հենվեն Քրիստոսին կզորանան, հենվեն Քրիստոսին զորավոր կդառնան։ Այսօր եթե մի փոքր տկարություն էլ եկել է, սա քեզ թող հուսահատության, հիասթափության պատճառ չդառնա քեզ համար։ Իմացիր որ վաղվա զորավորը կարած դու լինես։ Վաղվա զորավոր մարդը, վաղվա մեծ մարդը կարած դու լինես, եթե այսօր տկարության մեջ ես, թող Տերը քեզ այցելություն անի։ Դու թույլ տուր որ Տերը քեզ այցելություն անի։ Սուրբ Գիրքը ասում է մի գայթակղվիր, այդ շփոթություններից, այդ մոլորությունների մի տրվիր։